Հայտնի էր պարոն 5% անվանմամբ, երբեմն էլ նրան հիշատակելիս ուղղակի ասում էին պարոն Կ. Գալուստ Գյուլպենկյանի նախահայրերը Ռշտունիները թուրքական հալածանքից խուսափելու նպատակով էին իրենց Վարդ Պատրիկ ազնվական տիտղոսը թարգմանել թուրքերեն՝ Գյուլպենք։ Այդ հալածանքների պատճառով էր, որ Գյուլպենկյան ընտանիքը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, ուր եւ ծնվում է ավագ որդին՝ Գալուստը։ Գալուստի մայրը Տիրուհի Հաննը որդիներին հաճախ էր ասում. «Չարը մարդու մեջ է, դրա դեմն առնելու համար ամեն մեկն իր հոգու մեջ եղած չար մտքերն ու արարքները ինքը պետք է մաքրի, վերացնի»։ Սարգիս աղայի ընտանիքը բարեկեցիկ պայմաններում էր ապրում։ Մեղվի աշխատասիրություն ունեցող այս մարդը ստեղծել էր ջերմ, հոգատար, ուրախ ու համերաշխ մի ընտանիք։ Նա փայփայում էր այն միտքը, որ Գալուստն իր գործի շարունակողը կլինի եւ կզբաղվի մանուֆակտուրայով։ Հայրը նրան մի քանի կոպեկ ոսկի է տվել։ Իրան հետաքրքրել է, թե տղան ոնց պիտի ծախսի։ Եվ ընդհանրապես հայրը շատ լավ մանկավարժ էր իր էությամբ։ Հասարակ մարդ էր, բայց իբնե լավ մանկավարժ էր։ Նա գտնում էր, որ ծախսելն էլ է շնորհք։ Եվ մի քանի ոսկի դրամ է տվել, որպեսզի տեսին տղան ոնց է ծախսում փողը։ Իսկ տղան վազել է շուկա եւ գնել է հայ հին հնագույն դրամներ։ Հետագայում նա դրամների հավաքածու ուներ, փոքր գեղեցիկ լավ հավաքածու ուներ, բայց նրա հիմնական հավաքածուն դա նկարներն էին ու արձանները։ Փոքր հասակից նա այդ հակում ուներ նավթը եւ կոլեկցիա։ Եվ հայրը մեղք ասել էր տղաս արվեստագետ է դառնալու, հարուր չի լինի։ Գալուստը չգնաց հոր ճանապարհով, բայց ընտրեց դարի ամենահեռանկարային ու շահութաբեր մասնագիտությունը։ Նա դարձավ հանքաբան նավթագետ։ Սովորելով եվրոպական տարբեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում, նա տիրապետում էր 7-8 լեզվի։ Հանրաճանաչ միլիոնատեր Ալեքսանդր Մանթաշյանցը Կոստանդնուպոլսում հյուրընկալվելիս Գալուստին հրավիրել էր Կովկաս նավթարդյունաբերության հետ մոտիկից ծանոթանալու։ Այդ շատ կարևոր ճամփորդությունից հետո Գալուստը Պոլսում աշխատանքի է անցնում Մանթաշյանցի նավթի գրասենյակում։ Սակայն շատ չանցած Թուրքիայում հայերի զանգվածային ջարդերի պատճառով Գյուլպենկյան ընտանիքը Պոլսից հեռանում է Անգլիա։ Լոնդոնում Գալուստ Գյուլպենկյանը արտոնագիր է ստանում եւ հիմնում նավթային իր գրասենյակը։ Նա Լոնդոնում Թուրքիայի եւ Պարսկաստանի դեսպանատների նավթի գծով տնտեսական խորհրդականն էր։ Նպատակասլացության, հեռատեսության, հետևողականության, գիտելիքի ու լեզուների իմացության շնորհիվ նա կայծակնային արագությամբ դառնում է խոշոր ձեռնարկատեր։ Այն օրերին, երբ Պարսից ծոցում ժայթքում է նավթի առաջին հսկա շատրվանը, Գալուստը Պարսկաստանի տարածքում նավթաբեր հողատարածքներ գնելու արտոնություն է ձեռք բերում եւ դառնում է British Petroleum-ի հիմնադիրներից մեկը։ Շատ չանցած British Petroleum-ը վերածվում է անգլո-պարսկական նավթային ընկերության, որը վառելիք էր ապահովում Անգլիայի թագավորական նավատորմին։ Թագավորներն էին ոտքի կանգնում նրա առաջ։ Եվ անգլիական լորդերը արտաքնապես ցույց չէին տալիս, բայց ներքնապես պարզապես պայթում էին, որ մի հասարակ փոքրիկ մարմին, փոքրահասակ մի հայ մարդ կարողացել է այդպիսի ճարագայթող իր ունակությամբ, իր ճարագայթող տաղանդով գրավել ամբողջ աշխարհը։
Գալուստ Գյուլպենկյանն անգիր գիտեր երկրագնդի տարբեր շրջանների երկրաբանական տվյալները, աշխարհագրական առանձնահատկություններն ու հատկապես նավթային քարտեզը։ Նա նավթաբեր հողատարածքներ ուներ Վենեսուելայում, Իրանում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, մոտիկից ծանոթ էր սուլթանական ու պարսկական արքունիքի բոլոր օրինական ու ոչ օրինական ելումուտին։ Նրա օգնությամբ հաճախ էին լուծվում գերտերությունների միջև ծագած կնճռոտ հարցեր։ Նավթի աշխարհում կատարած նրա քայլերը հսկվում էին, նրա խոսքը ոսկու արժեք ուներ։ Նա իր ձեռքում էր պահում խոշոր նավթային ընկերությունների լծակները։ Նավթային վեճերի մասին մի առիթով Գյուլպենկյանն ասել է. «Նավթի բիզնեսմենները նման են կատվի, նրանց մլավոցներից երբեք չես հասկանա, կռվում են, թե սիրում են միմյանց»։ Սանրեմոյի խորհրդակցության ժամանակ նավթային ընկերությունների միջև տարաձայնություն կար տարածքների հարցում։ Գյուլպենկյանն ինքն է կարմիր մատիտով գծում յուրաքանչյուր պետության տիրույթը։ Այդ պատճառով Սանրեմոյի համաձայնագիրը կոչվել է Կարմիր գծի պայմանագիր։ Միայն շատ մտերիմները գիտեին, որ հաճախ անջատվելով նավթի բիզնեսի խնդիրներից Գյուլպենկյանը նույն եռանդով զբաղվում էր այգեգործությամբ կամ կարգի բերում արվեստի իր հավաքածուն։ Կարևոր որոշումները նա կայացնում էր Նորմանդիայի իր կալվածքում, որտեղ հրաշալի պարտեզներից բացի խնամում էր նաև ախոռների ու հավանոցների կենդանիներին։ Արվեստի նրա անզուգական հավաքածուն ստեղծվել է տարիներով։ Բարձրագույն արվեստի շուրջ 6000 բնօրինակ, որոնք մինչև վերջնականապես Պորտուգալիա տեղափոխվելը ապահովության համար տեղափոխվում էին երկրից երկիր։ Վերջապես Լիսաբոնում հավաքածուն թանգարանի տեսք է ստանում։ Նրա թանգարանն այսօր աշխարհում լավագույնն է համարվում։ Քրիստոսի ծննդից 3000 տարի առաջ շինված եգիպտական արձանիկներ, կավե ծաղկամաններ, փարավոնների դիմաքանդակներ, հունական, հռոմեական, եգիպտական ու հայկական հնագույն դրամների հավաքածուներ, պարսկական, թուրքական, սիրիական գորգերի, հանդերձների և ձեռագրերի առանձին հավաքածուներ։ Հաղճապակե ու ճենապակե իրեր, որոնք օգտագործել են իշխաններ ու սուլթաններ, ոսկե ու արծաթե անոթներ, չինական, ճապոնական և եվրոպական կիրառական արվեստի հազվագյուտ նմուշներ։ Գյուլպենկյանն ունի նաև գիտական երկերի հավաքածու։ Ֆրանսիական ոսկերչության նմուշների կողքին նրա գեղանկարչական հավաքածուն է։ Իտալացի, ֆրանսիացի, հոլանդացի, գերմանացի, անգլիացի վարպետների կտավներով։ Վան Դեյք, Ռեմբրանտ, Ռուբենս, Մոնե, Ռենուար, Ռոդեն, Գոյա, բոլորին թվելն անհնար է։ «1906 թվականից գործող հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնադիր Պողոս Նուբար Փաշայի մահից հետո այս կազմակերպության ղեկավարությունը ստանձնում է Գալուստ Գյուլպենկյանը, սակայն 2 տարի հետո ճնշումների պատճառով ստիպված հրաժարվում է պաշտոնից։
1920-ից 40-ական թվականները Գյուլբենկյանն ապրում է Փարիզում։ Նրա վերջին հանգրվանը Պորտուգալիան էր, Լիսաբոնը։ Երկրորդ համաշխարհայինի թեժ տարում 1942 թվականին Գյուլբենկյանը համեմատաբար խաղաղ վայր էր փնտրում։ Այդ ընթացքում նա հրավիրվում է Պորտուգալիա, որը եւ դառնում է նրա խաղաղության նավահանգիստը։ Իացիները ուզում էին, որ նա Լոնդոն հասածի, սակայն հարկային վիճակը հետմահու շատ ծանր էր Լոնդոնի մեջ, այդ պատճառով հարկային վիճակը թեթև լինելով Պորտուգալիայում եւ չկրապված երկիր լինելով գերմանացիների կողմից գնաց Պորտուգալիա հաստատվեց եւ իր ամբողջ ունեցվածքը հարստությունը ամբողջ փոխադրեց Պորտուգալիա, Լիսբոն։ Նա տուն չի ունեցել Պորտուգալիայում, ապրել է Ավիս հյուրանոցում, իր ամբողջ հարստությունները այսպես ծրված էին ամբողջ աշխարհով մեկ։ Ինքը ապրում էր ուրեմն Ավիս հյուրանոցում, այդ Ավիս հյուրանոցը շատ հայտնի հյուրանոց էր, շատ աստվածավախ էր, բայց հայկական եկեղեցի չկար, որ գնար ու չոքեր, վաղոթեր։ Իր փողերը նա Պորտուգալիայում չի վաստակել, նա վաստակել է իր փողերը արևելյան երկրներում, Ֆրանսիայում, Անգլիայում, նրա առանձին կաբինետ էլ չուներ, իր ամբողջ գրագրությունները իր ուղեղի մեջ էին։ Ամեն ինչը նրա ուղեղի մեջ էր։ Այնպիսի պայծառ, այսպես ուղեղ ունեցող մի անձնավորություն էր։ Մի հատ բան ուներ ընդամենը քարտուարի ուներ, որ ավելի շատ իր անձնական գործերն էր դասավորում կանացի գործերը, քան մյուս գրագրությունները։ Կանանց շատ էր սիրում։ Գալուստ Գյուլբենկյանի ներդրումը միջազգային կապիտալում հսկայական է։ Կենսագիրները պատմում են, որ չնայած գլխապտույտ հաջողություններին, նա համեստ մարդ էր։ Ընտանիքը նրա համար կյանքի ամուր հենարան էր, անկախ այն բանից, թե ինչպիսին էր անձնական կյանքը դրսում։ Ամուսնացած էր հայտնի ձեռնարկատեր Հովհաննես Եսայանի դստեր, Նվարդ Եսայանի հետ։ Ավանդապահ էր, սիրում էր հայկական նիստուկացը, հայ եկեղեցին։ Պահպանում էր այն ամենն, ինչ հայկական էր։ Ուներ մի տղա եւ մի աղջիկ, շատ ուշադիր էր իր երեխաների նկատմամբ, հատկապես կրթության նկատմամբ, երեխաների աղջիկը շատ աշխույժ, այսպես գեղեցիկ աղջիկ չէր, բայց աշխույժ աղջիկ էր շատ, իսկ տղան չարախոսները ասում են, որ տղան իրենից որպես նավթագետ ավելի ուժեղ էր, բայց տղայի եւ իր միջև հակասություն կար։ Հակասությունը նա էր, որ ինքը շատ համեստ մարդ էր։ Օրինակ ինքը երբ դուրս էր գալիս ման գալու, մի փոքրիկ ավտոմեքենա ուներ, այդ ավտոմեքենան հետևից այսպես գնում էր, որ դա հանկարծ ինչ-որ շտապ գործ ունենա, նստի մեքենա եւ այդ մեքենան նրա համար էական չէր։ Իսկ որդին բոլորովին հակառակն էր։ Որդին ուներ բազմաթիվ մեքենաներ, մեկը արծաթագույն էր, մյուսը ոսկեգույն էր, երրորդը կանաչ։ Հայրս ժլատ չէր, բայց նա փողը ծախսում էր արվեստի վրա, իսկ ես զվարճանքի։ Սա էր մեր հակասությունը, ասել է Գյուլբենկյանի տղան։
Գյուլպենկյանը հայ ժողովրդի գոյատևման հարցում կարևորագույն տեղ էր հատկացնում եկեղեցուն, եւ նրա խոշոր բարեգործական ներդրումները կապված էին հայ եկեղեցու հետ։ 20-ական թվականներին Լոնդոնի համայնքը ուզում է եկեղեցի ունենալ եւ այդ արդիվ մեծահարուստներին թիմում են, մանավանդ թիմում են Գալուստ Գյուլբենկյանին, որ Փարիզում էր ապրում։ Գալուստ Գյուլբենկյանը լսելով օրվա այնտեղի վարդապետի խնդրանքը եւ համայնքի առաջարկությունը համաձայնվում է մի եկեղեցի կառուցել իր հոր անունով Սարգիս Գյուլբենկյան։ 1920 թվականին սկսվում է այդ կառույցը, 22 թվականին ավարտվում է։ Հաղպատի վանքի զանգակատան օրինակով են անկիացի ճարտարապետները հիմնում կամ կառուցում այդ եկեղեցին եւ մինչեւ հիմա գոյություն ունի եւ Լոնդոնի ամենագեղեցիկ հուշագոտողներից մեկն է համարվում։ Եկեղեցու բոլոր ծախսերը կենթանության օրոք տվել է Գյուլպենկյանը, նրանից հետո էլ ավանդապահները, իսկ եկեղեցական արարողությունները Գյուլպենկյանի ցանկությամբ կատարվում են անվճար նրա կտակած միջոցների հաշվին։ Գյուլպենկյանի հատկացրած միջոցներով 1929 թվականին կառուցվել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանին կից Գյուլպենկյան մատենադարանի շենքը, որի պահպանության համար նույնպես կտակել է տարեկան վճարումներ։ Ժամանակին նա մատենադարանին գրականություն է մատակարարել։ Գալուստ Գյուլպենկյանը մեծ հոգատարություն էր ցուցաբերում Պոլսի Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցին, որն այսօր էլ շարունակում է գործել հայ բարերարների միջոցների հաշվին։ Այս հիվանդանոցի բակում են թաղված նրա ծնողներն ու գերդաստանի անդամները։ Կտակում նա մեծ հատկացումներ է արել ազգային հիվանդանոցի եւ ծերերի տան համար։ Սուրբ Փրկիչում իրենց ապաստանն են գտել բազմաթիվ հայեր։ Նրանք այստեղ բուժվում ու ապրում են անվճար։ Քսանից 40-ական թվականներին Մեկենասն իր հովանավորության տակ է վերցրել Թուրքիայի, Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի, Իրաքի հայկական դպրոցներն ու բժշկական կենտրոնները, ձեռնարկել Միջին Արևելքի հայկական բազմաթիվ եկեղեցիների կառուցումը։ 1936 թվականին Գյուլպենկյանը Պոլսի եւ Թուրքիայի արվարձանների իր ամբողջ ունեցվածքը որոշում է նվիրել Երևանի պետական համալսարանին, սակայն Հայաստանի իշխանության այն ներկայացուցիչները, ովքեր պիտի օգնեին Գյուլպենկյանին այդ գործում, մեկը մյուսի ետևից հայտարարվում են ժողովրդի թշնամի եւ գնդակահարվում։ Տարիներով ձգվող այդ հարցը շուտով փակում է թուրքական կառավարությունը, հատուկ օրենքով արգելելով նվիրատվությունները։ Իսկ Հայաստանի իշխանությունները չեն վերադարձնում Գյուլպենկյանի պայմանագրերն ու անդորագրերը։ 1945 թվականին հայտնի պատճառներով հայ եկեղեցին ծանր իրավիճակում էր։ Ինչպես գրում է ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Չորեքչյանը, Էջմիածնի մայր տաճարը կործանման վտանգի առաջ է, իսկ եկեղեցու թանգարանի վիճակը ողբալի։ Շենքը քայքայվել է ու սպառնում է ոչնչացնել հայ ժողովրդի այստեղ պահպանվող հնագույն մասունքները։ Զրկված լինելով պետության աջակցությունից եկեղեցին դիմում է Սփյուռքի հայ բարերարներին, այդ թվում եւ Գալուստ Գյուլպենկյանին։ Գևորգ Վեցել կաթողիկոսը դիմել էր
որպեսի մայր տաճարը նորոգվի եւ բանկը շրջապագ բարիսները կառուցվեն եւ այդ արդիվ $400,000 օգնություն է տալիս, գիտեք այդ տարիներին 400,000-ը այսպես $40 միլիոն արժեք ուներ եւ Վասկեն Գաթողոսը գալով իրականացրեց այդ բոլոր երազները։ Գյուլբենկյանն հայրենիք չուներ։ Մայր Հայաստանը գտնվում էր Ռուսաստանի Կոմկուսի բռնապետության ներքո, իսկ Հայաստանի կոմունիստ ղեկավարների համար Գյուլբենկյանը դասակարգային թշնամի էր։ Նա շատ էր ուզում Հայաստանին իր ողջ կարողությունը տա։ Ավետիք Իսահակյանը դրա վկան է։ Ավետիք Իսահակյանի հետ նստած մտածել են ոնց անեն, որ ամբողջ իր կարողությունը գա Հայաստան։ Բայց այդ մոմենտին ներս է մտել իր օգնականը եւ նրա առաջ է դրել Խանջանի սովետական Հայաստան թերթը Խանջանի ստորագրությամբ։ Եվ նա որ կարդացել է այդ թերթը, որ ինքը կապիտալիստ է, որ ինքը շահագործող է, որ ինքը հայ ժողովրդին ուզում է շահագործի, չգիտեմ եւ այլն, սարսափել էր, զայրացել էր, շպրտել էր, այսպես ասել էր, չեն ուզեր, չեմ տա։ Իր վերջին հանգրվանում Պորտուգալիայում նա ապրեց ընդամենը 13 տարի։ Բարերարի կտակի համաձայն Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը պետք է գտնվեր Լիսաբոնում եւ ղեկավարվեր պորտուգալական օրենքներով, բայց միաժամանակ պետք է նպաստեր համայն մարդկության առաջընթացին, ինչպես Նոբելյան հիմնադրամը։ Հենց Գյուլբենկյանը մահացավ, նրա փաստաբանը անմիջապես հրավիրեց նիստ եւ ասեց, քանի որ Գյուլբենկյանի մեծ գումարները մնացել են Պորտուգալիայում եւ որ պետք է ղեկավարվեն պորտուգալական օրենքներով, ուրեմն այդ բոլորը պետք է մնա Պորտուգալիային եւ պետք է Պորտուգալիան օգտվի այդ ամբողջ հնարավորությունից։ Եվ այսպես 300 միլիոն անգլիական ոսկին մնաց Պորտուգալիայում եւ այնտեղից հիմնադրամը շարունակեց իր բարեգործական ծրագրերն աշխարհի տարբեր երկրներում։ Հայաստանում խորհրդային տարիներից առ այսօր այս հաստատությունն օգնում է Մաշտոցյան մատենադարանին։ Գյուլբենկյան հաստատությունը շատ մեծ կապեր ունենալով Հայաստանի հետ որակապես փոխվեց, երբ որ հայկական բաժնի տնօրեն դարձավ Զավեն Եկավյանը։ Մի անձնավորություն, որի հետ 64-ից 69 թվականներին մենք նույն կուրսում սովորել ենք, համակուրսեցիներ ենք ել, 5 տարի նա Հայաստանի ջուրն է խմել, Հայաստանի օդն է շնչել եւ ինչ-որ չափով դարձել էր հայաստանցի։ Եվ երբ որ նա դարձավ Գյուլբենկյան հաստատության հայկական բաժնի տնօրեն, որոշակիորեն փոխվեց Գյուլբենկյան հաստատության վերաբերմունքը դեպի Հայաստանը։ Զավեն Եկավյանի շնորհիվ տարիներ շարունակ մենք ստացել ենք մեծ քանակությամբ հայագիտական գրքեր, այնպիսի գրքեր, որոնք Հայաստանի ոչ մի ուրիշ գրադարան չէր կարող ձեռք բերել։ Գյուլբենկյան հաստատությունը ինչ-որ չափով մեր համար ծառայում է շտապ օգնություն։ Ոչ միայն այն գրքերը, որոնք իրենք պարտադիր ամեն տարի ուղարկում էին մեզ, այլ նաև եթե որևէ ձեռարարտնից մեզ ձեռագրի պատճեններ պետք լինում, մենք անմիջապես դիմում էին Գյուլբենկյան հաստատությանը, նրանք գումարների կապված հարցերը կարգավորում էին եւ մենք ստանում էինք այդպիսի ձեռագրերի պատճեններ։ Տասնյակ այդպիսի պատճեններ ենք ստացել։ Երբ մատենադարանը որևէ ձեռագրի կրկնօրինակ է ցանկանում ձեռք բերել արտասահմանյան ցանկացած երկրից, առաջինը դիմում է Գյուլբենկյան հաստատությանը։ Մինչև այսօր էլ մատենադարանը ստանում է եւ գրականություն, եւ դրամական օգնություն հրատարակչական գործի համար։ Գյուլբենկյանի թողած կարողությունն իսկապես ծառայում է մշակույթի, կրթության, գիտության ու առողջապահության զարգացմանը։ Գիտության մարդ եւ երազող պարտեզի մեջ իմ ուզածից համաձայն։ Ահա երկու բաները, կյանքիս մեծ նպատակները, որոնց չկրծա հասնել։ Գալուստ Գյուլբենկյան